Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում մեկնարկած միջազգային գիտաժողովը սկսվեց տերունական աղոթքով, ապա տարբեր երկրներից ժամանած գիտնականներին, պատմաբաններին ու հայագետներին ողջունեց եւ օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Nersisyan-ը։ Սրբազան հոր խոսքով հումանիտար գիտություններին է վստահված մարդկային հիշողության անաչառ պահպանումը, ուստի Անդրկովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է իրականության օբյեկտիվ ըմբռնում եւ հաստատում։ Գիտաժողովը կրում էր հայ քրիստոնեությունը եւ դրա դերը Անդրկովկասի մշակութային կյանքում մարտահրավերներ եւ պահպանման ուղիներ խորագիրը։ Մենք հիմա շատ ենք խոսում, որ Սփյուռքում հայրենի լեզուն մոռացության է տրվում, քանի որ ռուսական կրթություն են ստանում։ Եվ միայն եկեղեցին է, որ պահպանում է դասական հայկական լեզուն, գրաբարը հայ եկեղեցական արարողություններով ու հուշարձանների վրա գրություններով։ Եվ հենց եկեղեցական ժառանգությունն է այն կամուրջը, որ դիմադրում է ձուլման գործընթացին։ Բանախոսներն անդրադարձան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Հիշողությունը սպառնալիքի տակ, վերաիմաստավորումից մինչև ժխտում, խորհրդային անցյալը ադրբեջանական պատմագրության մեջ 1991 թվականից հետո։ Այս խորագրերով ելույթները փաստերով վերլուծություններ էին ընդդեմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, հայկական մշակութային ժառանգությունը մոռացության տալու քարոզչության։ Ադրբեջանական պատմագրությունը ֆինանսավորվելով պետության կողմից կեղծում է եւ իրենց հանրապետության տարածքի պատմությունը եւ հարևան երկրների ժողովուրդների պատմությունը, փորձում է ամեն գնով իրենց ուրիշների մշակույթը, պատմությունը գողանալ, սեփականաշնորհել, յուրացնել եւ փորձում են դա ներկայացնել իբրև իրենը։ Եվ հիմա արդեն գործը նույնիսկ նրան է ասել, որ իրենք առանց ամաչելու նույնիսկ հայտարարում են ադրբեջանական քաղաքակրթության մասին, հայտարարում են նույնիսկ, որ իրենց պատմությունը մոտ 5000 տարվա պատմություն իրենք ունեն, որ այսինքն հնուց ի վեր առնվազն 3-րդ հազարամյակից իբրև թե ադրբեջանցիների նախնիները, թյուրքերը ապրել են այս տարածաշրջանում եւ կարեւոր քաղաքակրթական դերակատարում են ունեցել։ Այսինքն զավեշտա հասել է սրա։ Սա ուղղակի արդյունքն է այն բանի, որ նրանց քաղաքական ղեկավարությունը ուղղակի պատվիրում է, հրամայում է իրենց պատմաբաններին, պատմաբաններն էլ արդեն տասնյակ տարիներ շարունակ լծված են միայն այդ գործի վրա։ Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չերյոմինի զեկույցը նվիրված էր տարածաշրջանում հայ եկեղեցու պատմական դերին, հայկական մշակույթի պահպանման գործում ունեցած վաստակին։ Եթե չլիներ հայ առաքելական եկեղեցին, ակնհայտ է, թե ինչպես կդասավորվեր հայ ժողովրդի ճակատագիրը մարդկության պատմության մեջ։ Չէ՞ որ հենց հայ եկեղեցին է դարձել շաղախը, պահպանողն այն ամենի, ինչը կապված է ժողովրդի հետ։ Անգամ այսօր էլ հայ եկեղեցին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը, լուսավորչական առաքելության իրագործողը, որտեղ էլ որ ապրեն հայերը։ Հայոց դարձի մասին պատմական նոր փաստեր ներկայացրեց պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։ Նրա խոսքով նորահայտ աղբյուրները Մովսես Խորինացու հայոց պատմության մեջ չեն հիշատակվում գրիչ խմբագիրների միջամտության պատճառով։ 4-րդ դարում մենք ունեցել ենք Գրիգորի եւ հայոց դարձի պատմությունը շատ հավաստի ձևով գրված, որը կոչվում էր, այսինքն կոչում ենք մասնագետներով Գիրք Գրիգորիսի։ Ուրեմն Գիրք Գրիգորիսին թարգմանվել է հայերեն 5-րդ դարի սկզբին ունեցել ենք տարբերակ։ Մենք ներկայացնում ենք այդ տեղեկությունները, ցույց ենք տալիս, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դարձը, հայոց դարձը Գրիգորի եւ Տրտատի գլխավորությամբ։ Օրն ենք ցույց տալիս, փաստորեն մենք օրը գտել ենք քրիստոնեության ընդունման օրը, դա հունիսի 24-ն է։ Թեմի Լազարյանների անվան հայագիտական բաժնի կազմակերպած գիտաժողովին առաջին անգամ զեկույցներով մասնակցում էին Դաղստանից ժամանած պատմաբաններ։ Նրանք ներկայացրեցին 16-ից 19-րդ դարերում Դաղստանի հայկական վիմագիր հուշարձանները, Ալազանի քրիստոնեական եկեղեցիները։ Դաղստանի մի հատվածը եղել է Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ, որ այն ժամանակ գտնվում էր Հայաստանի մշակութային ուժեղ ազդեցության ներքո։ Տարածաշրջանի քրիստոնեությունը հենց հայկական ազդեցությամբ է տեղի ունեցել, որի վառ օրինակն այն է, որ խաչ բառը Դաղստանի լեզվով հնչում է խանջ։ Գիտաժողովի ավարտին քննարկվեցին հետագա համատեղ գործունեությանը, պարբերաբար հանդիպումներ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։